Ձեզ աջակցում է Կճոյանը, Միրզախանյանը, Քարամյանը, Սարոյանը, մամուլը ողողված է, հայկական ժամանակ օրաթերթի արխիվը ողողված է նրանց մասին հրապարակումներով։ Այո, այս օրերին շատ եք դա ասում, բայց ինչպես հարց ու պատասխանի ժամանակ խորհրդարանում վարչապետն ասաց, հիմա էլ է ասում, հա, հիմա էլ է ասում նույն բանը։ Օրակարգում ինչ է։ Օրակարգում Կտրիշ Ներսիսյանի հեռացումն է, հեռացումը, որից սկսելու է այդ նորոգումը։ Այդ նորոգումը միջև ում կգնա, մենք չունենք գրպանային կաթողիկոսներ, ասեմ ավելին, մենք չենք ուզում ունենալ։ Էնպես չէ, որ մենք 18-ից սկսած չենք ունեցել հնարավորություն դա ունենալու, բայց շատ հստակ էր մեզ համար եւ սկզբունքային էր չունենալ որևէ քաղաքական կողմնորոշում ունեցող հոգեվորականություն։ Հոգեվորականը ունի շատ մեծ զբաղմունք, կարող է զբաղվել իր զբաղմունքով եւ տարածել քրիստոնեությունը, խաղաղություն քարոզել, հա, իր գործառույթներն իրականացնել։ Հետևաբար, տենց բան չի էլի կաթողիկոսի հետ կապված խոսակցությունները։ Այնպես որ մենք ինչ վերաբերում է ձեր նշած Կճոյանին եւ մնացածին, նրանց հետ կապված այո խոսակցություններ եղել են եւ այնպես չի որ այդ խոսակցությունները այլևս չկան։ Պարզապես մենք ունենք օրակարգ, որին պետք է կարող են մասնակից լինել մարդիկ, որոնք Աստվածաշունչ են կարդացել, պաս են պահել, հավատում են այս օրակարգին, այս մի քանի չափանիշներն էր։ Ինձ թվում է ձեր նշած հոգեվորականները համապատասխանում են այդ չափանիշներին։ Եթե ոչ, ապա մենք շատ ավելի վատ վիճակում ենք։